Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 26։ Ով Տիրոջը սիրողներ, ատեցեք չարը, նա պահում է իր սուրբերի անձերը, ամբարիշտների ձեռքից է կփրկի նրանց։ Սաղմոս 97-րդ գլուխ 10-րդ խոսք։ Աստծո հանդեպ ճշմարիտ սերը պետք է իր սկիզբն առնի նրա սրբության հանդեպ բերկրանքից և ոչ թե որևէ այլ հատկության հանդեպ բերկրանքից, քանզի առանց սրբության ոչ մի այլ հատկություն իսկապես սիրելի չէ և սիրելի է միայն այնչափ, որքանով ըստ Աստծուն ըմբռնելու մեր կերպի իր գեղեցկությունն ու քաղցրությունը ստանում է հենց սրբությունից։ Ուստի անհնար է, որ մյուս հատկությունները Երևան իրենց ճշմարիտ վայելչությամբ մինչև սրբությունը չտեսնվի, և նույնպես անհնար է, որ աստվածային բնության որևէ կատարելություն սիրվի ճշմարիտ սիրով, մինչև նախ այս մեկը չսիրվի։ Եթե Աստծո բոլոր կատարելությունների իսկական գեղեցկությունը բխում է նրա սրբության գեղեցկությունից, ապա նույնապես նրա բոլոր կատարելությունների հանդեպ ճշմարիտ սերը բխում է նրա սրբության հանդեպ սիրուց։ Նրանք, որ չեն տեսնում Աստծո սրբության փառքը, չեն կարող տեսնել նրա ողորմության և շնորհի ճշմարիտ փառքից որևէ բան։ Նրանք այդ հատկությունների փառքից ոչինչ չեն տեսնում, որպես Աստծո բնության այնպիսի գերազանցություն, ինչպիսին այն ինքնին է, թեև կարող են դրանցից հուզվել և սիրել դրանք, որովհետև դրանք առնչվում են իրենց շահերին։ Այդ հատկությունները Աստծո բնության գերազանցության մաս չեն, այն ինքնին գերազանց է, այլ միայն այնքանով, որքանով ներառված է նրա սրբության մեջ, առավել լայն իմաստով ընկալված կամ որքանով կազմում են նրա բարոյական կատարելության մի մասը։ Ինչպես որ աստվածային բնության գեղեցկությունը հիմնականում կայանում է Աստծո սրբության մեջ, այնպես էլ ամբողջ աստվածային էության գեղեցկությունն է։ Նույնպես էլ սրբերի գեղեցկությունը կայանում է նրանց սուրբ կամ սրբազան լինելու մեջ, քանզի Աստծո բարոյական պատկերն է նրանց մեջ, որն էլ նրանց գեղեցկությունն է, և դա նրանց սրբությունն է։